Ամեն դեպս Հայաստանի վարչապետը պատրաստվում է հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցուց վերցնել այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունը անհատույց օգտագործման էր տվել։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարել է մեջբերում այնտեղ, որտեղ ֆեյք երեսների խմբեր են գործում, կամ բոլոր բարոյական եւ իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները վերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեվոր կյանքը։ Նա այս մասին խոսել է կարգալույց հռչակված քահանայի Կիրակնօրյա պատարագին մասնակցելու մասին հարցին պատասխանելիս։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարող որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էր, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կին եւ երեխաներ։